Մեկը ոտը ասել։ Ոչ ստեղծան։ Պարոն Մամիջանյան, ձեր կարծիքով կիրակի ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ Հովնանավանքում տեղի ունեցող այդ պատարագից հետո, որը մատուցելու է կարգալույց քահանան, Նիկոլ Փաշինյանն էլ գնալու է եւ մասնակցի այդ պատարագին, սա ինչ վտանգավոր հետևանքներ եւ զարգացումներ կարող է տեղի բերել։ Գիտեք, բացարձակ ձեր հարցին չի վերաբերվում, բայց նախ շատ վատ է, որ մեր հասարակությունը, մեր կյանքը, հասարակական հասել է նրան, որ ես լուրջ դեմքով պիտի պատասխանեմ, թե ինչ տեղի կունենա, եթե կարգալույց արված քահանան մատուցում է Սուրբ Պատարագի արարողություն, կարգ, վարչապետի աթոռին նստածը ասում է, որ ամեն ինչով իր կողքին կանգնած է, լավ խորան չի բարձրանում, սատարելու է, մասնակցելու է, ես չեմ կարող լուրջ դեմքով այդ ամեն ինչը մեկնաբանել, դա խայտարակություն է, մտածելը դրա մասին իմ համար աննորմալ է, ուր մնաց դա մեկնաբանելը, ես մեկ նորից ձեր հարցը չեմ թիրախավորում, իրավիճակն եմ թիրախավորում, դա առաջին, երկրորդը, այո, դրա զարգացումները շատ վտանգավոր կարող են լինել, ոչ թե այն պատճառով, որ ես եմ այդպես կարծում, որովհետև Փաշինյանը դա ասել է, ինքը ասել է, որ հետք չի կանգնելու իր հակաեկեղեցական արշավից, որ ինքը շարունակելու է թիրախավորել հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ դրա առաջնորդին վերապար Տիրոջը։ Այսինքն այդտեղ բացարձակ էական չի, ես ինչ եմ կարծում դրա շուրջ։ Ավելին ասեմ, այդքան էլ էական չի, թե Փաշինյանը ինչ է պատրաստվում անել։ Հարցակվելու է Վեհարանի վրա իր իբր համակիրներով, ապօրինի կերպով փորձել է ձերբակալել Վեհափառ Հայրապետին։ Էական չի, թե որ ճանապարհով է գնալու։ Էական է, թե մենք դրա հետ կապված ինչ ենք անելու։ Իմ կարծիքով միակ հարցը դա է։ Դե գլոբալ պատասխանը իշխանապողությունն է միանշանակ։ Քանի դեռ ինքը ունի, սա ավարտեմ, գիտեմ որ բառը ասացի, ես սկսելու եմ։ Գլոբալ պատասխանը իշխանապողությունն է, քանի դեռ ինքը ունի իշխանություն, ինքը իրեն կարող է թույլ տալ նմանօրինակ լկտիություններ, որովհետև հույս ունենալ, որ Փաշինյանը ինչ-որ բանի առաջ կկանգնի, ինքը բոլոր կարմիր գծերը հատել է, ինքը բան չկա, որ առաջի կկանգնի։ Դրա գործիք մենք առաջարկում ենք իմպիչմենտը։ Կոնկրետ իրավիճակային թե դրան հետ լուծման կապված ինչեր են արվելու։ Ես կարծում եմ, որ մոտ օրերս արդեն դա հանրային կդառնա, հրապարակային կդառնա եւ առաջին հերթին դա կախված է մեր առաքելական Սուրբ եկեղեցու մոտեցումներից այդ հարցի շուրջ եւ իրենց ընկալումներից եւ իրենց գործողություններից։ Պարոն Մամիջանյան, խնդրում եմ չընկալներություն, խնդրում դա հանկարծ դիտարկել որպես պատասխանատվության տեղափոխում առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Ընդհանրապես մենք հավատավոր եւ ակնածանքով վերաբերվող քրիստոնյաներ ենք եւ ակնկալում ենք առաջնորդությունը մեր առաքելական Սուրբ եկեղեցուց։ Պարոն Մամիջանյան, այսօր Ալեն Սիմոնյանը արձագանքելով Մարտուն Գրիգորյանի ասացին, որ վենդետա են ուզում եւ արյունա սրտները ուզում Գյումրիում, ասաց, որ ինքը վաղուց է ասել, որ Վարդան Ղուկասյանի տեղը բանտում է, ավելին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տեղը նույնպես բանտում է, որն է ձեր արձագանքը։ Իմ արձագանքն է, որ ինքը բանտից կշարունակի թվարկել, թե իր կարծիքով ում տեղն է բանտում։ Իմ կարծիքը դա, երբ այդ շատ լավ հարցով ոչ միայն ինձ պիտի տանք, այլ նաև բոլորս ինքներս մեզ պիտի տանք։ Բայց իմ կարծիքը այն է, որ Սիմոնյանը երկար տարիներ նստելու է բանտում ու հատ-առհատ թվարկի, թե ինչ լավ կլներ, որ հասցնեին շինծու գործ կարել նաև Սերժ Սարգսյանի, եւս մեկը, նաև մյուս ընդդիմադիր գործիչների, այդ իմ մոտեցումն է կապված իր ասածների հետ մեկ։ Ձեր հարցի առաջին հատվածի հետ կապված։ Գիտեք, ինչ որ երեսփոխանների համար դա ընդհանրապես մի հատ հայտարարություն ավել ազգային ժողովում ունենալու շանս է Գյումրին մեկնաբանելը։ Մեկ էլ, տենց չգիտեմ, իրանց մոտով է պլյուս մինուսները անում, տանել ցույց տալ այդ ինչ-որ մեկին, այդ մեկն էլ դնի նայի ասի, այսինչ ամ պլյուս, այսօր էլ ինքը խոսեց։ Հա չէ, դու մինուս, դու լավ չես աշխատում եւ այլն եւ այլն։ Բայց իրականում դա վտանգավոր
երկար պատմություն ունեցող գործընթաց է այդ քաղաքի բնակիչների համար։ Ու դրսից բոլոր այն մարդիկ, ովքեր փոսում են բզբզալ այդ գործընթացը, այո, իրանք արյուն են ուզում, ինչպես այսօր ասել է Մարտուն Գրիգորյանը դրա մասին։ Պարոն Մամեդյանը ինչ Ներառյալ Սիմոնյան Արանի։ Գյումրիում ոստիկանները այսպես բռնություն են կիրառում, ջարդում փշրում են քաղաքապետարանի գույքը, Փաշինյանը ամեն առավոտ լավ երաժշտության ներքո ինչ-որ սրտիկներ է ցույց տալիս, այսօր էլ կարծեմ Թբիլիսի սրտիկ է, հա, ցույց տվել։ Այս իր պահվածքը ինչպես է, ինչ եք մտածում, երբ տեսնում եք այս սրտիկները, իր պահվածքը։ Ինչ մտածում եմ, եթերում ասել չեմ կարող։ Բայց նորից հասկանում եք, մենք գալիս ենք նույն կետին։ Ինքը ինչ ուզի կարա անի, ինքը արդեն այն ստադիային է հասել, որ ինչ-որ մեկը իրանից ակնկալիքներ ունի։ Ես նշում եմ սիրում են բոլորին եւ զորք է ուղարկում ոստիկանության ծեծելու քաղաքացին։ Դե հասկանում եք, ձեր հարցի մեջ արդեն ես կարող եմ ասել, որ դուք ճիշտ հարց տվեցիք եւ համաձայն եմ ձեր հարցի հետ։ Նորից եմ ասում, բաց հարցակ ասել էի հայրասերը, որտեղ տանի արտահայտի, բայց հիմա դրա մասին չի։ Ես դրսևորումները տարբեր կարող են լինել, պարոն Մամեդյան։ Խնդրում եմ, ես չներգրավեմ, անգամ չպատկերացնեմ, էլի Փաշինյանի բրաչնի խաղերը, չէ, էլի։ Խնդիրն է, թե մենք դրա հետ կապված ինչ ենք անելու։ Այսինքն հայրենասերները այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ամեն ինչի հետ։ Մենք ինչ ենք անելու։ Իմ համար միակ հարցը դա է մնացել, թե ինքը ինչ անելու, ինքը ամեն ինչ անելու է։ Ինքը reality show է անելու իր ընտանեկան կյանքից, չգիտեմ, փիփերթով ճաշեպել է, մի խոսք ամեն ինչ անելու է ինքը, էլի այդ ինձ չի զարմացնում։ Զորքա ուղարկելու մարդկանց վրա, կրակ բացելու հրաման տալու խաղաղտուցարների վրա, ինքը այդ ամենը այս կամ այն կերպ արել է, անում է, անելու է։ Խնդիրն է, թե մենք դրա հետ կապված ինչ ենք անելու, քանի դեռ իշխանության ընտրությունները այստեղ բացարձակ էական չեն։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ ընտրություններից հետո եթե հանգարց ինքը հաղթի, ինքը դառնալու է ժողովրդավար ղեկավար, որը հարգում է Հայաստանի Հանրապետության շահերը եւ քաղաքացիների իրավունքները, չսխալվում եք, ավելի է վատանալու։ Այնպես որ իմ համար ընտրություններից առաջ եւ հետո այդ ամեն ինչը չի բաժանվում։ Մամեդյան, այսօր նաեւ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ մեր երկրում ընդհանրապես քաղբանտարկյալներ չկան, իսկ նրանք, որոնք այս պահին բանտերում են զուտ խոսքի համար, ընդհանրապես խոսելու համար, երբ այդ օրինակները բերեցինք, ասաց, որ քաղաքապետերը եւ ընդհանրապես պաշտոններ վերցնում են, հանցագործները, այսպես ասած, հանցագործությունը անում են եւ պատասպարվում են քաղաքական հայացքների ներքո, որ հետո ասեն, վայ, իրենք քաղբանտարկյալ են եւ քաղաքական հայացքների համար են հետապնդվում։ Իսկ վերջում ասաց, որ իրենք բոլորը Ռուսիա ագենտներ են, թե այս անգամ չասաց։ Դե ինքը այդպես շուտ ասելուկներ ունեն, որոնք իրանց երևի թղթիկներով բաժանում են, որ ցանկացած հարցին այդ պատասխանը տան։ Մեկ-մեկ խառնում են, նկատել եք ուրիշ հարց եք տալի, իրանք պատասխանում են հետօրվա դեղին թղթիկով տված իրանց ելույթը։ Դե այդտեղ մեկնաբանելու բան չկա, բայց այստեղ կա ուրիշ փաստական հիմք։ Ես նույնիսկ չեմ խորանա օրինակ ԵԽ-ի սահմանման վրա քաղբանտարկյալի, վստահ եմ, որ ասել եք։ Ես դրա մեջ չեմ խորանա։ Գոյությունն է այդպիսի մի կառույց, կոչվում է Եվրոպայի ժողովրդական կուսակցություն, EPP։ ԿՊԱ-ականները երազում են դրա հետ կապ ունենալ, ամեն ձև, օգտագործում են բոլոր հնարավորությունները դրա համար։ Բոլոր, եկեք մի քիչ ես կողմ գանք, որպեսզի։ Երազում են ամեն ինչ, ստով, ղրթով, փորձում են հայտնվել դրա միջոցառումներին, խաբում են մեր եվրոպացի գործընկերներին, էլի մեկա չի ստացվում։ Այ այդ կառույցը, որին իրանք փափագում են անդամակցել, փափագում են, հայտարարել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է եւ Հայաստանում արկա են քաղբանտարկյալներ։ Դրա վերաբերյալ եղել է բանաձև դեռևս 2 տարի առաջ, որը որևէ կերպ, տեսեք չեմ ասում, կենտրոնամեկ դեմոկրատների մասին չեմ ասում, այդ բոլորը ես չեմ ասում, հստակ այն կառույցը, որը իրանք փափագում են անդամակցել, որի օրինակ ԵԽԽՎ-ում ֆրակցիայի փոխնախագահը, եթե չեմ սխալվում, այնտեղ մի քանի փոխնախագահ կա, դրանցից մեկը Վլադիմիր Վարդանյանը։ Այ այդ կուսակցությունը ասել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ հստակ նշել է Արմեն Աշոտյանի անունը։ Իմ ջանց, երբ որ դա իրան ասեք, գիտեմ ինչա պատասխանելու, երբ որ դա պատասխանի դրան է կանադառնա։ Էլ շատ շնորհակալ։ Շնորհակալություն։